Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նանտապանիկ քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք երկու գիտնականների հետ, տնտեսագիտության դոկտոր Մարտիկ Գասպարյան եւ ֆիզիկական մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյան։ Պարոնայք, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր փորձենք քննարկել մի քանի կարևոր հարց։ Ես ուզում եմ ասել, որ առաջին այսպես ազդակը, որ ես ստացա, որ ինչ որ բան մենք այնպես չենք անում, դա տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարություններ, որ մենք կադաստրի վկայական չունենք, երկիրը նկատի ունեմ։ Այսինքն այս տարածաշրջանում դարերի վեր ապրող, հազարամյակների վեր ապրող հայերը, որոնք ունեցել են բազմաթիվ պետություններ, հայկական պետություններ եւ կորցրել են իրենց պետականությունը մի քանի 100 տարի, հանկարծ պարզում է, որ չունի որոշակի իրավական հիմքով այստեղ պետություն ունենալու իրավունք։ Եվ դրա հաջորդ տրամաբանական քայլը եղավ Նիկոլ Փաշինյանի կողմից այն, որ ինքը փորձեց վերցնել ամենավերջին, այսպես ասած, հնարավոր իրավական հիմքերից մեկը Հայաստանի այս 29000 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն ունենալու դարձնել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այսինքն մոռանում ենք ամեն ինչ որ եղել է միջև այդ, սովետական միությունը քանդվել է, Ալմա-Աթայի հռչակագիրը գրել է, որ պետք է պետությունները լինեն գոյություն ունեցող սահմաններով եւ Նիկոլ Փաշինյանը այդ գոյություն ունեցող սահմանները հասկացել է որպես այն սահմանները, որոնք գծած են եղել 74 թվականին եւ մեր պետությունը գործընթացը կառուցում է այդ տրամաբանության հիման վրա։ Կա դրա ալտերնատիվը, ոմանք պնդում են, որ պետք է պետություն իրավական հիմքը եւ միակ իրավական հիմքը դա Վիլսոնի հրավարար վճիռն է եւ ազգերի լիգայի զեկույցը, որը որոշում էր արևելյան սահմանները։ Բայց որքան ես հասկանում եմ, պարոն Գասպարյան, դուք ներկայացնելու եք հիմա եւս մեկ իրավական հիմք, որը քիչ է քննարկվել այս իրավիճակում։ Մենք գիտենք Գյուլիստանի եւ Թուրքմենչյանի պայմանագրերը, որոնք ռուս-պարսկական կայսրությունների մեջ կնքել են եւ արևելյան Հայաստանը Պարսկաստանից անցել է ռուսական կայսրության տիրապետության տակ, բայց քիչ գիտենք այն մանրամասնությունները ինչ է եղել դրանից առաջ։ Համեցեք ես կխնդրեմ մեր հեռուստադիտողներին ներկայացնեք ձեր հետազոտության արդյունքները, ինչպես նաև ուրեմն այդ հետազոտությունից բխող իրավական հիմքերը։ Բարի, շնորհակալություն, նախ շնորհակալ եմ տաղավար հյուրասիրելու համար, հրավիրելու հյուրասիրելու համար եւ կարողանամ որոշակի տեղեկատվություն ներկայացնել եւ շատ կարճ կուզեի բարձրացած հարցի մասին, որ ասում ենք Ալմա-Աթային, նորից անդրադառնալ Ալմա-Աթայի գագաթնաժողովը, որ հրավիրվել է, ուղղակի ինֆորմացիա նյութեր, որը վերաբերում է կոնկրետ տեղեկատվական հրավիրվել է, երբ որ Եվրոխորհուրդը եւ միջազգային կազմակերպությունները անհանգստացած էին խորհրդամիությունը քանդվելուց այդ ռիսկերը իջեցնելու համար։ Այսինքն սովետական միությունը պրոբլեմ ուներ Ֆինլանդիայի հետ։ Նույն պրոբլեմները կար Մերձբալթյան հանրապետությունների հետ, պրոբլեմներ կար նաև Մերձբալթյան հանրապետությունների միջև, Բելարուսյան
պրոբլեմներ ուներ Լեհաստանի հետ, Ուկրաինան պրոբլեմներ ուներ եւ Ղրիմի հետ կապված թաթարների հետ եւ կապված Հունգարիայի հետ, այնտեղ Մոլդովյան, Ռումենիայի հետ, գագաուզների հետ, Վրաստանը իր պրոբլեմներ ուներ եւ ներքին եւ մինչեւ տարածքները, որոնք ձեռքեր բերել, նաեւ Թուրքիայի նկատմամբ Հայաստանը պարզ է նման պրոբլեմներ կային այ միջինասիական հանրապետություններում, որպեսզի սառեցվի Խորհրդային Միության տարածքում իրականացվող գործընթացները հավաքվել էին առայժմ համակերպելու այն տարածքներով, որը կար։ Ընդ որում Արցախի պատվիրակությունը, նույնիսկ Գագաուզիայի պատվիրակությունը եւ իրենց բանաձևերով մասնակցել են, իսկ Ադրբեջանը չի մասնակցել։ Այդ Ալմատային։ Հիմա ինչ վերաբերում է Թուրքմենչայի եւ Գյուլստանի պայմանագրերին։ Ուրեմն եւ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով եւ ռուս-պարսկական պատերազմի հետևանքով առանցքային Նախիջևանի, Զանգեզուրի, Արցախի եւ Շիրվանի տարածքները Արևելյան Հայաստանի եւ Շիրվանի տարածքները հանձնելու համար առաջին պայմանագիրը օրինական ժամանակի միջազգային իրավունքի հիմունքներով կազմվել են այդ երկու պայմանագրերից 1813-1828 թվականից առաջ 1805 թվականի մայիսի 14-ին եւ Գանձակ քաղաքի քուրի ափերից մեկում եւ այդպես էլ կոչվում է Գյուրք-չայ, այսինքն Գյուր գետի ափին են ստորագրել Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջև Նախիջևան, Զանգեզուր, Հարևան Հայաստան եւ այդ տարածքները հանձնելու համար։ Այստեղ հիմնականում ռուսական շահերը ներկայացրել է Սիզանովը ազգությամբ ակունքներով հայ եղել, բայց հիմնականում ներկայացրել է կայսրության շահերը։ Իսկ մյուս կողմից Իբրահիմ խանն էր ստորագրում որպես շահի ներկայացուցիչ եւ Շահնազարյանները, Մելիք Շահնազարյանները։ Եվ այսօր մենք պետք է մեր խոնարհումը եւ գնահատականը տանք Սիզյանովին, թեև հետագայում Սիզյանովի հետագա կյանքը չի շարունակվել, այնտեղ մենք էլ ենք մեղսակից, բայց Սիզյանովը մի մեծ աշխատանք է կատարել, ձգել է պայմանագրի ստորագրելը, մինչև չունենա Մայրաթորի ստորագրությունը։ Ժամանակի ընթացքում Գանձասարի կաթողիկոսը արդեն գործողված է եղել լոռի եւ նրա ստորագրությունը չի կարողացել ձեռք բերի, բայց երկար ժամանակ ոչ միայն մտորելուց ծավալ փնտրունքների մեջ լինելով հանդերձ գտել է arczepiskopos Մայրաթորից եւ այդ պայմանագրի մեջ կա նաեւ Մայրաթորի ստորագրությունը։ Որպես կողմ։ Դա շատ հետաքրքիր է, որովհետեւ որպես կողմը դա նշանակում է ճանաչել այդ տարածքների իրավատիրոջը։ Եվ այնտեղ գրված է, որ հենց Ղարաբաղը ընդմիշտ անկախ է եւ ընդմիշտ անկախել մնում է Ռուսաստանի կազմում։ Այդպես է ձևա։ Կարող եմ ես հիմա այդ միտքը եթե կարելի է ցիտատ բերեք, այո։ Ուրեմն Ղարաբաղը навсегда, из мот այդ տեքստն է, թուրքերի հրատարակած տեքստը, հիմքը навсегда переходит в состав России։ Այսինքն Պարսկաստանից այստեղ Ռուսաստանի հարցը չէ։ Բա անկախության հարցը այդտեղ չի երևում, դուք ասացիք։ Այստեղ կետ կա, ես պայմանագիրը կտամ, եթե պետք է սայթում կդնեք, բոլորը ծանոթանան, եւ Արցախը համարում է, այստեղ չի Նախիջևանին չի վերաբերվում, Զանգեզուրին չի վերաբերվում, Արցախը համարում է անկախ։ Արցախը համարում է անկախ։ Ինքնավար թե անկախ։ Անկախ է այդտեղ գրած։ Պայմանագրի մեջ այն ժամանակվա գործող, այսինքն ոնց որ ժամանակին ներսում մենք ունեինք հայկական մարզ կամ հայկական, այսինքն անկախության ժամանակի միջազգային կոնվենցիայով գործողություններով անկախ է։ Ոնց որ նույնիսկ Ղարաբաղը մելիքությունը լինելով Պարսկաստանի կազմում էլի նույն անկախ կիսանկախ վիճակում է եղել։ Այդպիսի ստատուսը Պարսկաստանից Արցախի տեղափոխվում է Ռուսաստանին, այսինքն իսկ Մայրաթորի ստորագրությունը
կամ այդ ով ստորագրել է հոգևորականներից խոսքը վերաբերում է միայն Արցախի շրջանին, թե ամբողջ Արևելյան Հայաստան։ Արևելյան Հայաստանի, այսինքն եւ Արևելյան Հայաստանը մենք գտնում ենք, որ մտնում է Գադմանքը, հա, մտնում է Արցախը եւ Շիրվանի։ Այդ միացման Արևելյան Հայաստանը Արևմտյան Հայաստանին միանալու ժամանակին Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիան հրատարակել է բոլոր նյութերը, այդ նյութերը այդտեղ կան, պատմության դասագրքերում շրջանցիկ անցնում են այս պայմանագիրը։ Իսկ այս պայմանագիրը այսօր, ասենք, մեր եկեղեցու դեմ իրականացը ոչ թե եկեղեցու մայրաթոռ, ես մայրաթոռ կասեմ, որտեղ մայրաթոռն է հեթանոսությունից մինչև այժմ էծագիր արձանագրություններից ներկայացնում մեր ժողովրդի եւ գաղափարները, որովհետեւ ժամանակի ընթացքում դրանք հիմնվել են հերմետիզմի սկզբունքներին, իսկ Խորհրդային Միության տարիներում գաղութացված ժողովուրդները երբեք չեն թույլատրել գաղութացնող ժողովուրդները, որ ծանոթանան գոնե հերմետիզմի էլեմենտար տարրերին։ Այսօր շատ կարևոր է իջեցնել մայրաթոռի ստատուսը, կառուցվածքը, տեղը, դերը, վարքաբեկել։ Ես եկեղեցու հարցեր չեմ ուզում քննարկել, զուտ մեր մայրաթոռը վարքաբեկելով նրան, որպեսի այդ նրա իրավունքները, պարտականությունները շատ նվաստացնելով, որպեսի այս պայմանագիրը գլուխ չբարձրացնի։ Շատ լավ, ես ձեր սեղանին տեսնում եմ եւս գրքեր, խնդրում եմ դրանց մասին եւս խոսեք։ Դրանք մեր նախորդ հարցազրույցից առաջ խոսակցության ժամանակ պաստորեն բանց պարզում է բավական հազվագյուտ գրքեր են եւ հայության մեջ ոչ այդքան հայտնի։ Շնորհակալություն։ Ուրեմն այստեղ դրված գրքերը հիմնականում Մակլերի գրքերն են։ Մակլերը նրա մասին ինֆորմացիան նույնպես ոնց որ շատ չկա, շատ քիչ է, գրքչայի, այսինքն ինֆորմացիան կա, որ Ֆրանսիայում ղեկավարել է հայագիտական կենտրոնը։ Եվ նրանից հետո մահից հետո 34 թվականին եկած նորերը ոչ մի բան չեն արել։ Այսօր շատ ցավալի վիճակ է Փարիզի մեր վարժարանի ֆիզիկական տեսքը նայում ես հայկական գոհար է, որտեղ սովորել են Շարլը, Լեգրանը եւ մնացած նշանավոր բայց դատարկ կիսաքանդ վիճակով, որովհետեւ այստեղ մեծ պայման շատ կարճ կասեմ, պրոբլեմներ առաջանում է մխիթարիստների, պրոբլեմներ առաջանում է տեղական իշխանությունների, քաղաքի իշխանությունների, արդեն թուրքերը այնտեղ 4 դեպուտատ ունեն Սևր քաղաքում։ Իդեպ վարժարանը այդտեղ է գտնում, նույն իրավիճակն է, ոնց որ հիմա դատական հարց է քննարկում Դերբենտում հայկական եկեղեցու հետ դատական process-ի հետ, պատճառ բռնում են այնտեղ թանգարան է տեղական, որ վթարային վիճակում է եւ հանկարծ եթե էլեկտրամատակարարում կամ կոյու ավելացվի, ուրեմն պրոբլեմներ են լինելու, բայց այդպես մոմի նման մեր վարժարանը հավվում է, իսկ վարժարանում Պստիկյանի arczepiskopos Պստիկյանի մահից հետո արդեն ընդհանուր բացողի վիճակում է, իսկ մենք հնարավորին հավաքել ենք նյութերը եւ որտեղ հրավիրվել է Սևրի պայմանագիրը, Սևրի վեհաժողովը, Փարիզի վեհաժողովը, իսկ այստեղ առանցքային նշանակությունն է, ես կուզեի, որ բոլորս տեղյակ լինենք, որ Փարիզի վեհաժողովում եւ հետագայում ազգերի լիգայում մեր հարցերը քննարկելուց հիմնական նյութերը ներկայացրել է Մակլերը, պրոֆեսոր Մակլերը։ Բոլոր պետություններին, որոնք ստորագրել են նաև Սևրի պայմանագիրը, ներկայացված բոլոր փաստաթղթերը Մակլերն են ներկայացրել, եւ այսօր մենք պետք է կարողանանք նոր զրուցումենք վերահրատարակել, տեղյակ պահել մեր ժողովրդին եւ հանրությանը, երբ ասում են մենք կադաստր չունենք, հա, այսպես նոր նշեց Չիկ պարոն Հարությունյան, եւ այստեղ գրված է էության մեր
պատմությունը ի սկզբանե ինչպես է մենք ենք ասում ռևիզիայի ենթարկվել, որովհետև սկզբից Աստվածաշունչն են փոխել, որպեսզի արքանները կապույտ տարունով կարողանան հետագայում ուղարկել են ինչ արշավանք էր կոչվում խաչակրած արշավանքը եւ այդ խաչակրած արշավանքով արտեֆակտներ են գտնում տեղադրում որպեսզի ժողովուրդը նորից հավատա, բայց դրանով էությամբ Հայաստան, հայկական լեռնաշխարհ, թե հայկական լեռնաշխարհը գործածության մեջ է մտել շրջանառության մեջ 19-րդ դարում, բայց հայկական լեռներ, արարատյան լեռներ, հուրիթներ, այդ դրանց ամբողջ վերլուծությունը եւ հետագայում տոպոնիմների փոփոխությունը, որ արևելյան Անատոլիա, նույնիսկ Արարատյան իշխանությունը հանրապետությունը որպես արևելյան Անատոլիայի արևելք, դրանց բոլորի բացատրությունը մակլերի մոտ շատ ծավալուն ներկայացված է, որովհետև այդ երկրները ներկայացնող Փայլիսի վեհաժողովի մասնակիցները ընդհանուր գաղափար ունեցել են հենց այս փաստաթղթերի հիման վրա, որը շատ կարևոր է մեր ժողովրդի համար։ Եվ մենք պետք է իրոք մակլերի հիշատակը վառ պահենք, վառ պահել ինչ է, առաջերտին այսօր ճիշտ ասած առավոտյան որոշեցինք վերականգնենք լրիվ իր կենսագրությունը, թե ինչ մասնակցություն է ունեցել Փարիզի վեհաժողովին։ Ես ուղղակի կխնդրեի, որ մեր հայրենակիցները եւ Ֆրանսիայում եւ այստեղ եւ նույնիսկ կառավարությունում իրենց դեր ունենան մեր ճարտարապետության առաջերտին այդ գոհարը Փարիզի վեհաժողով սև դպրոցը, ուսումնական հաստատության այդ շենքը փրկելու համար, քանի որ Ֆրանսիայի հետ մենք նոր կապեր ունենք, էությամբ Ֆրանսիայի նախագահի աջ ձեռը համարվում է տուն թանգարանը, որ ունեն Ֆրանսիայի կոմունիստներ են, ձախ հայացների տեր են, բայց ոչ միական նշանակություն չունի, ինչպես Արագոնի, այո, մենք կոնկրետ հանդիպել ենք, պայմանավորվածություններ ունենք, որովհետև նա մեծ է գնահատել Մարտիրոս Սարյանին, համեմատելով Պիկասոյի եւ այդ Մատիսի հետ ավելի բարձր, Իսահակյանին, Չարենցին, ընդհանուր Բակունցին եւ այդ դիմադրողական այդ հակաֆաշիստական շարժման, որին մասնակցել են նաեւ բացի Միսակ Մանուշյանից, նաեւ Հայաստանից, բոլորս պետք է իմանանք Արբեն Դարփինյանը, եւ այնպես է ստացվել, ես ծննդով Գորիս եմ եւ երկրորդ Գորիսեցինել եմ մասնակցել։ Ճիշտ ասած Արբեն Դավթյանի մասունքները տեղափոխվել է, դա նոնսենս է Միսակ Մանուշյանի եւ կնոջ հետ միասին Միլենա այդ Դավթյանի ամենատարիքովն է եղել Հայաստանից, խորհրդային Հայաստանից մեր երկրից գնացած վարկարող, նաեւ Գորիսի շրջանի Վերիշեն գյուղից մի հոգի է մասնակցել, հիմա դրա շուրջն ենք աշխատում։ Միևնույն ժամանակ Իրանի շահի վերջին վարչապետը նույնպես մասնակցել է այդ շարժմանը, դիմադրողական ներկայումս այդ աշխատանքներն է կատարում եւ տուն թանգարանների հետ կապերը այնտեղ աշխատելու համար զուգահեռ կարողանանք նաեւ ներկայացնել մակլերին, ինչքանով եւ մոտենում է ֆրանսիացիների ներկայությունը Ախտավայում, գիտեք, մինչև խորհրդային իշխանության հաստատելը մետալուրգիական գործարանները եղել են ֆրանսիացիների սեփականությունը եւ կարող եմ ձեզ տեղեկացնել, որ Ամերիկայի այդ ազատության հուշարձանը որ կա, կառուցվել է Ախտալայի, գնացել, տեսել ենք Ախտալայի պղնձով, բոլորս պետք է տեղյակ եւ որոշակի բաներ նաեւ Ախտալայից օգտագործել են նաեւ Էֆելյան աշտարակի վրա, այդ նյութերը որ հավաքվի կտեղեկացնեմ, ու երկրորդը Կոմիտասի երկու անգամ Փարիզում հայ երաժշտությունը Մելոդիան ներկայացվելու տեղը եւ այլ արդեն ճշտվել է վերջնականապես Փարիզի կոնսերվատորիայում, ֆրանսիական կոնսերվատորիայում, այդ նյութերն էլ պատրաստում է։ Դրանք նյութեր են, որ անհրաժեշտ է մեր ժողովրդին իրենց կոդին վերադարձնելու եւ մեր պատմությունը ռևիզիայի ենթարկելու համար։ Լրացնելու բանն եք խնդրել։ Լրացնել ես կուզեի
լրացնել այն պահը, որ իսկապես ասենք հայտարարել, որ Հայաստանը չունի կադաստրի թուղթ, վերին աշճանի տգիտությունը, ես չգիտեմ, թե դա այդ ինչա, որտեվ երևի Հայաստանը հազվագյուտ երկրներից է աշխարհում, որը ամեն ձևի հիմնարար թուղթ ունի իր գոյությունը վաղնջենական ժամանակներից ապացուցելու համար։ Եվ այս փաստաթուղթը, որը մատնանշեց իմ լավ բարեկամ պրոֆեսոր Գասպարյանը 1805 թվականի, որտեղ փաստացի հայ բարձրաստիճան եկեղեցականը ստորագրում, այսինքն ինքը պետական ակտ է բանանում, կատարում, որ ինքը համաձայնա այդ տարածքները, որ իրեն տարածքներն է, այսինքն հայկական տարածքները անցնի ռուսական կայսրության հովանու ներքո, որտեղ այն ժամանակ պարզ էր, որ այդ ժողովուրդը կար, բայց չկային զինվորական ուժեր, որպեսզի այդ վերահսկեին, եւ այն ժամանակ հենց այդ ժամանակները նաև քննարկվում էր անկախ հայկական պետականություն վերաստեղծելու եւ առաջի թագավորներից մեկը, որ քննարկման էր դրա, դա բանը Սուվորովն էր։ Քանի որ այդ բոլոր փաստերը խորհրդային շրջանում համված են եղել շրջանառությունից, ըստ էության մեր խորհրդային միությունում մեծացած նույնիսկ գիտնականների մեծ մասը երբեք հնարավորություն չի ունեցել այդ փաստերին առնչվելու ցենզուրայի պատճառով։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր ասած մոտեցումներին, իհարկե ճիշտ կլներ, որպեսզի այդ հարցերը ինչ որ շրջանակներում քննարկվեին, ոչ թե միանձնյա որոշումներ կայացվեին կամ կուսակցական շրջանակներում քննարկումներ։ Տեսեք ոնց է, փաստացի այդ տիպի հիմնարար փաստաթղթերի ես դեռ չեմ ասում, թե դա ինչի հետ էր կապված, որտեղ այդ ռուս, ենթադրենք շվեդական պատերազմ եւ այլ, որտեղ հայերը այս կամ այն ձևով մասնակցություն են ունեցել միջոցներով եւ այլ, որտեղ իրենք անդադ ցանկացել են այդ իրանահայերն են եղել, հնդկահայերը վերականգնել այդ հայկական պետական թագավորությունը եւ այլ։ Վերջերջո ավելացնեմ, որ ռուսների մուտքը այս տարածաշրջան եւս կապված էր ռուսների խոստումով, որ գալիս են վերականգնել հայկական թագավորությունը։ Հիմի օրինակ ասենք այստեղ խոսեցին Ալմատի հռչակագրի եւ այլ դրանց այդ բոլորը համեմատած այն թղթերին, որ մենք ունեինք եւ չենք օգտագործել եւ չենք օգտագործում, հասկանում եք, այս պարագաներում, այսինքն ես որպես Հայաստանի քաղաքացի հայ մարդ, իմ համար ընդունելի չի որևէ պայմանագիր, որը հիմի կնքվում է, դա կլինի թրիք, կլինի, չգիտեմ, այս կլինի, որը չի հիմնվում իրավական թղթերի վրա եւ կնքվում է ցեղասպանության ճանապարհով, այսինքն ցեղասպանություն են անում հայերի հետ, հետո պարտադրում է ինչ-որ մեկը գալիս է ու ստորագրում, ասում է, եթե ենթադրենք չստորագրի, ինքը եթե ասենք վաղը լինի դատական process եւ այս ամբողջ մարդիկ կանգնեն դատարանի առաջ, կասեն, մեզ ցեղասպանություն էին անում, դրա համար մենք բան ենք ան, ստիպված ստորագրում ենք։ Բայց արդյոք ամբողջ պատմությունը հենց այդ դա չի եղել այդ անցած դարերում։ Ուրեմն այդ կներեք, ես կոշտ բառեր կարամ օգտագործեմ։ Դուք արդեն օգտագործեցիք կոշտ բառեր։ Այն մարդիկ, որ գալիս են իշխանության, պետք է հասկանան, որ օրինակ ասենք Շահրամանյանը, այդ Ղարաբաղի վերջի այսպես ասած դրածո պրեզիդենտ էլի, ինքը որ գնում էր թուղթ էր ստորագրում լուծարելու, որը այդ լուծարման թուղթն էլ անօրինական, ինքը վախենում էր, որ իրանք կսպանեն, դրա համար ստորագրեց, թե ումից էր վախենում, որ ինչի համար ստորագրեց, էլի, որ բայց ամեն դեպքում, ասենք, դա ոչ մի այսպես ասած հաղթաթուղթ չի տալի այսօրվա
այդ բռնատիրական ռեժիմի ֆաշիստական Ադրբեջանի ձեռքին մենք եկուց այդ պատրելյոնք շպրտենք եւ չենք ճանաչելու ընդհանրապես Ադրբեջանի գոյությունը, որտեղ այդ նոնսենս, այդ սիոնիստական կառույցը, որ ստեղծվել է այս տարածաշրջանում եւ դրա հիմնական այսպես գաղափարական հիմք եղել է, որ ամբողջ այդ տարածաշրջանը աղա դարձնի կոպիտ ասած հրեական վերջնաշուտ պետություն, որը մենք հանձինս բանի այսօրվա Ադրբեջանի բացահայտ տեսնում ենք, որ ինքը եւ դա շատ լավ տեսնում է նաեւ Իրանը եւ ես հույս ունեմ, որ վերջնաշուտ այդ հին իմաստությունը իրանց կհուշի, թե ինչ պետք է անել այդ բանի հետ, այդ անօրինական ծնունդի հետ, որը 1920 թվականի սիոնիստական կառույցի կողմից տեսեք, պարոն Գևորգյան, ես հարգանքով եմ մոտենում ձեր խոսքին, բայց ուրեմն ավելի այսպես թունդ որակավորումներ տալով էությունը դուք չեք հասցնում, ես ուզում եմ բացատրել, որ դուք մեր խնդիրն է, մեր հեռուստադիտողին ճշմարտությունը հասցնել։ Եվ այստեղ այնպես չի, որ ինչքան թունդ լինի էպիթետը, այնքան լավ կհասկանա։ Դուք էությունը ասեք։ Դուք ուզում եք ասել, որ Ադրբեջանը չունի իրավական հիմք գոյություն ունենալու, ունի, իրանք հայտարարել են այդ այն ժամանակվա մուսուլմանների միությունը։ Չէ, բայց դա չի ճանաչված եղել ոչ մեկի կողմից, այդ տիպի ազգ չէ։ Բայց ճանաչվել է, չէ՞, հիմա սովորական շատ բան է ճանաչել, բայց իրավական թղթեր կան, օրինակ ասենք, իրավական թղթեր կա ճորապահակից, այսինքն Դերբենտից մինչև Բաքու ներառյալ բոլոր հողատարածքների, նավթահանքերի, գազահանքերի եւ այլն սեփականությունը ում է պատկանում։ Հիմա եթե աշխարհը գտնում է, որ կարա ինչ որտեղ այս բանը ճանաչեն, մեկի վրա աշկը փակի եւ այլ շարունակվի, դա բերել է հավերժ պատերազմների, ցեղասպանությունների եւ ամենակարևորը, ամենավտանգավորը կուլտուրոցիդի, որը այսինքն մշակութասպանություն, որը եւ կատարվում է, որը կատարվում է, որի համար պետք է մասնավորապես Ալիևը կանգնի համապատասխան միջազգային ատյանների առջև։ Ես նորից եմ ասում, որպեսզի Ալիևը կանգնի այդպիսի ատյանի առաջ, պետք է միջազգային իրավունք հասկացությունը եւ ընդհանրապես այդ ընդունված կանոնները գործեն, բայց հիմա մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ այդ բոլոր կանոնները խառնվել են իրար, բայց խնդիրը նրա մեջ է, որպեսզի դա գործի, պետք է դրա հիմնական հայցվորը գործի, այսինքն հայությունը։ Ես էլ չեմ էլ նայեմ այս պետության վրա, որտեղ սա գտնում եմ Խամաչիկային ինչ-որ դրսից ղեկավարվող ինչ-որ կառույցը, որը խոսում է հայկական իսպային գործող միակ պետության մասին, հա։ Այո։ Դե այս խնդիրները ես ուզում ասեմ, ես ուզեմ մեր հեռուստադիտողներ ճիշտ ընկալի, որ մեկը գալու է հատուցման պահը, այսօր մենք թույլ ենք, ենք եւ այլ, բայց մենք ունենք այն տիպի կռվաններ, որ մենք ասենք այդ բոլորը պետքա ներկայացնենք։ Ինչի չի հիմի ներկայացնում, որտեղ Հայաստանի այսօրվա վարչապետ ինքը ասենք ելույթ անում, ասում է սփյուռքի հայության հետ ես գործ չունեմ։ Ինքը այսինքն մասնատում է, ջլատում է այդ ուժերը, որ կարան այսպես բոլոր ացյաններում դնել այդ խնդիրը։ Եվ խայտարակությունն է, որ ասենք մենակ Կալիֆոռնիայի հայության ֆինանսատնտեսական հզորությունը 8-րդն է ըստ ամերիկյան տվյալների, այդ սփյուռքների մեջ, ասենք կազմա 400 միլիարդ դոլար այդպիսի հզորություն, իսկ ասենք հայությանը մի 4-5 անգամ ավելի շատ ամբողջական հայության։ Դուք պատկերացնում եք ինչ ուժ ունենք եւ այդ եթե կարողանա կազմակերպվել։ Այո, ինչի չի կազմակերպվում, ով չի կազմակերպվում, ես օրինակ բացարձակ մեղադրում եմ այս պորտաբույս կառույցները, որ գոյություն ունի մեր մեջ, ինքը հենց դրա համար է ստեղծած, որպեսզի թույլ չտա միավորում տեղի ունենա, նույնիսկ Հայաստանի ներսում ինտեգրում տեղի ունենա, ինչ որ տարօրինակ պարզ բաներ, որ ակնթայտորեն կարելի է մի քայլով լուծել, որ էապես ուժ կտա չի արում։ Մասնարարպես դա վերաբերվում նաև
ասենք բանին ուղագրությանը, հայկական ուղագրության, չէ, մի դիտողը կասի ուղագրություն, որ այդ շատ կարևոր բան է, որ ընդհանրացնում է հայության ներուժը, որ ասենք ամբողջ հայությունը պետք է գրի նույն ուղագրության, որպեսզի իրար հասկանան մարդիկ, ոչ թե տարանջատեն, լավ այդ ոչ մեկից կախված չի, կարելի մի անգամոյա ակտով այդ հարցը լուծել, բայց չի արվում դա։ Դրա համար, որովհետև դրա համար պետք է ունենալ այդպիսի պատկերացումներ, այդպիսի աշխարհընկալում, հայության դերի եւ քաղաքականության նշանակության բայց այդ մարդիկ, որ եկել են իշխանության, իրանց ծնողները, իրանց պապերը, տատերը չգիտեն, թե իրանց ժառանգները ովքեր են, ոչ մի պատկեր, դուք պատկերացնում եք, ասենք, բարձրագույն տեխնոլոգիաների նախարարություն, ասենք, նախարար նշանակում են մի հատ թուրքագիտության ֆակուլտետը ավարտած դժգույն ինչ-որ դեմքի եւ դա հետո փոխարինվում է մի ուրիշով։ Լավ։ Հետո այս է շարունակական։ Եղավ, պարոն Գևորգյան, սիրելի բարեկամներ, եկեք գովազդային ընդմիջման դուրս գանք, մնացեք մեզ հետ, մենք գովազդից հետո կշարունակենք մեր քննարկումները։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր քննարկումը Մարտիկ Գասպարյանի, տնտեսագիտության դոկտոր եւ Աշոտ Գևորգյանի հետ, ֆիզմատ գիտությունների դոկտոր։ Խնդրեմ պարոն Գասպարյան, դուք ուզում եք լրացում անել։ Այո, այսպես խոսեցինք Գյուրեքչայի պայմանագրի մասին եւ պրոֆեսոր Գևորգյանը ընդհանուր ասեց, բայց ես կարող եմ ասել, որ դրանից հետո ձևավորվել է
հենց Շահամիր Շահամիրյանի երկու հատորանոց սահմանադրությունը, որ ավելի շուտ ա եղել, իրավական փաստաթղթերն եմ ասում, քան Միացյալ Նահանգների, այո, նույնիսկ Փարիզի կոմունայից հետո, ֆրանսիական հեղափոխությունից հետո մարդու իրավունքների այդ բոլոր կետերը լինելու հանդերձ։ Շվեդների մասին ասեցիք, ուրեմն հենց նույն հայերի ճյուղայի Հնդկաստանի միջոցով է, երբ որ Պյոտր այնտեղ բացել է երկրորդ պատուհանը։ Նաև Իսրայել օրին չեն ունեցել գերալտիկա, զինանշաններ։ Իսրայել օրին հայտնվել է Դանիայում որպես այնտեղ գրած է վիցե-գուբերնատոր Պատմասկովիա։ Այդպիսի շտանդարտով գնացել է, չեն ունեցել ռուսական պետությունը Մոսկովիայի կառավարությունը ոչ մի բան չեն ունեցել, դրանք բոլորը հայերի միջոցով են եղել։ Նաև ամենակարևորը, որ Շահամիր Շահամիրյանը, Մղթար Գոշը, այդ բոլորի դատաստանագրերով կազմվել է կոնտինենտալ սահմանադրությունը առաջինը Լեհաստանում։ Կիլիկայում այն աշճանը այդ սահմանադրությունը դատաստանագիրը Մղթար Գոշի լավ աշխատել, որ արդեն եվրոպական քաղաքպետություններից հումք էին բերում եւ Կիլիկայից տանում էին պատրաստի արտադրանք, այդպիսի մեծ ուժ նշանակություն է ունեցել եւ դրանք բոլորը եղել են, այսինքն խոսքը վերաբերում է նրա մասին, որ առաջի, երկրորդ, երրորդ դրանք մի համաշխարհային պատերազմ է, որ այսօր տարբեր չլուծված խնդիրները տարել են երկրորդին այսօր եւ այսօր արդեն հասել է պարազիտների, արարիչների հիմնական պայքարին եւ հիմքում դրված է մարդկայնության վերացման, մարդու մեջ մարդկայնության վերացման խնդիր։ Ես այդ փոքր, այսպես ասած, ռեպլիկա կուզեի ասել, որ ուղղակի դուք չանդրադարձաք դրա վրա եւ դա շատ խորն է։ Շատ լավ, այդ դեպքում եկեք խոսենք դրա մասին, թե այնուամենայնիվ որն է լինելու մեր հիմնական անելիքը այս դարաշրջանում, երբ որ քաղաքակրթական գործելակերպը դառնում է առաջնային եւ ըստ երևույթին ամեն ազգ այս նոր իրավիճակի մեջ կկարողանա գոյություն ունենալ միայն այն պարագայում, եթե կարողանա ձևակերպել այդ հիմնական իր քաղաքակրթական ֆունկցիան, մարտահրավերները հասկանա եւ հանդես գա որպես քաղաքակրթության ներկայացուցիչ։ Իհարկե աշխարհում շատ ազգեր կան, որոնք այդ քաղաքակրթական այդպիսի ծանր բան չունեն, ժառանգություն, բայց նրանք ովքեր ունեն եւ դրանից գիտակցաբար հրաժարվում են, այստեղ պետք է սրա վերլուծությունը տալ։ Կարելի է, հա, հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Ընդհանուր առմամբ Հայաստանը միշտ եղել է կոմունիկատոր, հայկական քաղաքակրթությունը եւ էությամբ իր հարցերը լուծելով հանդերձ լուծվել է նաեւ մարդկության հետ կապված բոլոր հարցերը։ Մեզանից ուզում են վերցնեն ձեռնադրելու իրավունքը, ոսկու իրավունքը ինչի համար ենք ասում, երբ մենք տնտեսական ցեղասպանության մասին ենք խոսում, երբ խոսում ենք Գերմանիայի մասնակցությանը, բացի ճանաչելուց եւ գնահատելուց իր մասնակցությունը, այդ ամբողջ մեր ունեցվածքը գնացել թափվել է կենտրոնական ռեզերվային ֆոնդ, որը ստեղծվել է ֆրանսիական Անգլիայի-Ֆրանսիայի պատերազմական 100-ամյա պատերազմում, երբ որ պարտություն եղել ռոշետները ստեղծել են կենտրոնական ռեզերվային ֆոնդը, գնելով պետական աբլիկացիաները, արժեթղթերը հենց Լևոն 6-րդի Կիլիկայի գանձարանի միջոցների հաշվին։ Դա շատ կարևոր է։ Եվ այսօր նրանք չեն կարող մեզ ներել եւ մյուս անկախություն ներել մեր գոյությունը եւ որովհետեւ իրավական մեծ պատասխանատվություն կա անգլիական թագավորության, որ մեր կասան մեր դրամարկղը քեշը վերադարձնեն։ Այս են դեպքն է, երբ որ
պարտք են վերցնում խոշոր գումար, հետո չվերադարձնելու համար նաև սպանում են պարտադիրով։ Այո։ Նաև կա որ տարածքներ են վերցնում, այս վերջում մեր հարևաններն էին ուզում, ոնց որ Սիլեզիայի Լոթարինգիայի դեպքերն է, չէ հետո կվճարեք, թե տարածքները հետ կվերցրեք, նույն բաները կատարվում է։ Բայց չեն ներում նաև մի շատ կարևոր հաղորդում, մենք գիտենք, որ կաուչուկի արհեստական ստացումը մեր մոտ է իրականացվել, բայց իսկական երբ որ կաուչուկը ստանում էին, այդ ամենաթեժ պահերին մեր Գոգին խանը, Գուրգենը եւ Ջուղայի բոլոր մասնագետներին ապահովելով նաև թիկունքը զենքերը արտադրելով ոչ թե այստեղ Ինդիրա Գանդին կամ Ջավահարլալ Ներուն կամ Գանդիների շարքն են անկախություն ձեռք բերել, հենց էությամբ ամենասուղ պահին նրանք են, որ Գոգին խանի ղեկավարությամբ առանձնացվել է։ Այսինքն մենք գիտենք, որ գերտերությունները եղել է Իսպանիան, եղել են Նիդերլանդները, եղել են նաև Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, այսօր արդեն լրի փոխվել է, բոլորովին փոխվել է եւ այսօր Չինաստանին է հանձնել, բայց միևնույն ժամանակ արդեն վեր է բարձրացվել, իրոք իր տեղն է ընկնում պարսկական քաղաքակրթությունը եւ այսօրվա դրությամբ մեր տարածքները ընկնում են եւ Պարսկաստանի ազդեցության պրոտեկտորատի, իսկ այս վերջերս կատարած այցով արդեն որպես սուպեր պետություն, գերտերության ստատուսը հանձնվել է Չինաստանին։ Եվ այստեղ մենք պետք է կարող ենք նոր հեծանիվ պետք չէ։ Եվ հայերեն ոնց է կոչում Աստծո նախախնամությունը։ Մենք այնքան ենք քանդել մեր ունեցածը, այդ ոսկու իրավունքը, ձեռնադրման իրավունքը, որ տրված է հենց վերևից, ամեն ինչ վաճառել հանձնել ենք։ Հիմա մենք մնացել ենք Աստծո եւ ես կարող եմ ասել, որ process-ները այնպես են զարգանում, որ մենք չկարողանանք վնասել։ Մեր գործողությամբ չվնասել այս փոքր տարածքում, գոնե այս փոքր տարածքը չկորցնելու համար։ Այսինքն այսօրվա քաղաքակրթական միտումները տանում են նրան, որ վերականգնում են նույն կոմունիկատորը։ Ինչի համար։ Արհեստականորեն, տեսեք, հիմա ասում են խաչմերուկ չկա, դες բան չկա։ Ասում են Գումիլովի Աննա Ախմատովայի տղան ասել է կատալիզատոր, որը դրված է ռուսական պետականության զինված ուժերի գլխավոր շտաբի սեղանին որպես գիրք, դասագիրք եւ այդ իրականացվում է։ Դրանք բոլորը երկրորդնային են։ Process-ները այնպես են զարգանում, որ արդեն եկել է այդ խախտված, ես նորից կարող եմ իրավական տեսակետից ասել, խախտված իրավունքները նոր իրավունք չեն ծնել եւ ինքնիշխան մինչեւ դրա այդ չլուծված խնդիրները չլուծվի, առաջխաղացում չի լինելու։ Հասկանալի է, ես կուզենայի այս հարցի համատեքստում քննարկել եւս մի կարևոր հարց, որը որ առաջին հայացքից գուցե այդպես ուղղակի կապված չէ, բայց քաղաքակրթական մոտեցումները պահանջում են, որ հարցին լինի գիտական մոտեցումներ։ Մինչդեռ մեզ մոտ, որքան ես հասկանում եմ եւ լսում եմ տարբեր գնահատականներ, հենց այդ գիտական մոտեցումը, որը որ համարվում էր մեր ուժեղ կողմը, բազմաթիվ գիտնականների, տեխնոլոգիաների, ինժեներների առկայությամբ աստիճանաբար փոշիացվում է եւ հարվածի հետևից է հասցնում գիտական հանրույթին, աստիճանաբար դրանց համարելով անպետք եւ հասարակության համար ոչ այդքան կարեւոր։ Արդյոք ես ճիշտ եմ իմ դիտարկումները եւ ինչի համար է դա արվում։ Պարոն Գևորգյան, հարցը։ Շնորհակալություն, դե գիտությունը իսկապես հզոր ուժ է, նոր կյանք եւ ընդհանրապես հասարակություն կառուցելու համար, բայց մեր իշխանությունները, որոնք անկախանալուց հետո փոխանակ այդ ուժը, ներուժը, որ ունեցել ենք, դա բազմապատկեր, ցավոք սրտի նայապես կրճատել, օրինակ ասենք, եթե 1 միլիոն բնակչության հաշով նայենք, թե ինչքան գիտնական պետքա լիներ, որպեսզի նորմայի մեջ լիներ, դա մոտարապես
5-6 անգամ կրճատվել է։ Ֆինանսավորում, ինժեներական կազմայական նվազել, այսինքն այդպես խնդիր չի դրվել պետության իշխանության կողմից, որպեսզի միտքը համատեղել տնտեսությունը զարգացնելու եւ որը կբերեր նաեւ բնակչության որակական եւ քանակական աճին, որտեղ ասենք մենք տեսնում ենք կողքի երկիրը, ասենք թշնամի երկիրը կամ հակառակորդ երկիրը, որը էական բնակչության աճ ունեցե, մենք պակաս ծննդաբերություն չունենք, բան մեր մոտ փաստորեն անդադ արտահոսք կա, որտեղ ասենք կադրերը, որ առաջանում են, նույնիսկ գիտնականներ եւ այլ ասպարեզ չեն տեսնում, այդտեղ թողում հեռանում են։ Չի գործում, ասենք Սովետ միության ժամանակ ստեղծված են ահռելի արտոնաբերական կենտրոններ ա եղել, որոնց մի մասը էական մրցունակ ա եղել նաև այսօրվա համար, դա կլինի Նայրիտը, դա կլինի հայ էլեկտրոն, այսօր տեղի ունենում էական փոփոխություններ էլեկտրոնիկայի ոլորտում, որ ասենք Հայաստանը եղել է ոչ միայն Սովետ միության, այլ սեֆի սիլիկոնային հովիտ առաջի համակարգիչները ստեղ Հրազդան, ԵՍ, 10, BSM եւ այլ ստեղ են արտադրվել, այս բոլորը չգիտեմ ինչ ասեմ, ապաշնորհության, բայց ես տեսնում եմ, որ միտումնավոր ձևով դա ոչնչացվել է։ Բայց այսօր էլ կան որոշակի հետաքրքիր ընթացքներ, որ կարելի է ասենք դա հզորացնել եւ ինչ որ էական արդյունքներ ստանալ, դա մասնավորապես վերաբերում է արհեստական բանականության նոր ֆաբրիկաների ստեղծմանը Հայաստանում, երևի դա պատահական չի, որտեղ ասենք բոլոր դեպքերում այդ ոլորտում հայություն ամբողջ աշխարհում լավ ներկայացված է, դա կլինի Apple, դա կլինի Microsoft, ամենուրեք հայ մասնագետներ կան։ Բայց ցավալի է, որ դա տարերայնորեն է զարգանում, այսինքն դա բնականon ծրագրավորված չի զարգանում, օրինակ ասենք նայեք, ես նայում եմ մաթեմատիկական օլիմպիադաների արդյունքներ, որ ցուցանիշ է երկրի գիտական, գիտատեխնոլոգիական զարգացման, օրինակ ասենք Պարսկաստանը վերջի տարիներին անդադ առաջի տեղերն է զբաղացնում այդ ոլորտում, այս տարի էլ փայլուն արդյունքներ գրանցեց։ Հայաստանը, ասենք, նույնպես այն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուղղակի առանձնակի ուշադրություն չի դարձում այդ ոլորտների վրա, երեխաներ տաղանդավոր ծնվում են, իրենք այդ խիստ սուղ ռեսուրսների պայմաններում, բայց այս տարի օրինակ ասենք ֆիզիկայի դպրոցական օլիմպիադայում 5 մեդալ են շահել, վատ չի, ասենք 3 արծաթ, 2 բրոնզ։ Այսօրվա դրությամբ, ասենք, գիտության ֆինանսավորում մնում է շատ սուղ, որտև կազմա հնայի 0.3% է իմ պատկերացում, որը 10 անգամ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է։ Գիտնականների քան հնարավոր մինիմում։ Այո, քան հնարավոր մինիմում, օրինակ ասենք, ես շատ եմ լինում համալսարանում, տարբեր ֆակուլտետներում, գործի բերումով, աշխատանքներն ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի բանը այդ կապված են, պատկերացնում եք, ասենք, մաթ-ֆակում տարեկան մեկ ասպիրանտ չի գոնե, տեղ չի հատկացում կամ չի, մի խոսքով չկա ասպիրանտներ։ Այսինքն պետությունը ոչ մի գործ չի անում, որ այդ մաթեմատիկան կամ ֆիզիկական գիտությունները կամ քիմիան պահանջարկված լինեն եւ դրա մասնագետները հետո կարողանան աշխատանք ստանալ եւ այո, չէ, ասենք առաջանում են այսօրվա այս տարվա օրինակը բերցնեմ,
17 թե 20 մոտարապես օլիմպիադայի մասնակիցներ, մեդալակիրներ եղել են Հայաստանից, բոլոր դրանք արդեն գնացել են արտասահման այնտեղ ուսումը շարունակելու։ Այսինքն ուղղակի այդ պայմաններում համալսարանը կվերանա, էդի օրինակ ասենք ես գնում եմ ենթադրենք Չեխիա, տարբեր տեսնում եմ որ ընդեղել են այդպես միտումներ կա, ասենք համալսարանի ենթադրենք ասում են Չեխիայի որ 10 միլիոն բնակությամբ զարգացած երկիր է, ձեզին նա գնացեք Ֆրանսիա բանարեք, սովորեք, էլի, մի խոսքով այս տենդենսների կան, բայց ազգային պետության իմաստը նա է, որ մենք պետքա պլանային ձևով, այսինքն կորպորատիվ, որ մեզ անհրաժեշտ է, մենք դա ամեն կերպ պետքա ստեղծենք, որտեղ դա անվտանգության խնդիր է, եթե դուք չունեք ժամանակակից ինժեներներ, տեխնոլոգներ, դուք ինչ երկիր եք, չեք կարող ուղղակի երկիր ունենաք անկախ։ Եվ ասենք մի տեսեք ինչ այլանդակ բաներ է տեղը, նայում եմ ասենք Գառնի տաճար։ Այս ղեկավարությունը չի հասկանում, որ կա սակրալ բաներ, կա իմաստներ, չի կարելի պղծել իմաստները, Գառնի տաճարը, որտեղ հոգիներ են կենտրոնացած, եւ դա ես ասում եմ բնագետ լինելով, ոչ թե ինչ-որ, դե շատ լուրջ բաներ կա, կոպիտ ասած մեր աշխարհից բացի շատ լուրջ բաներ կա, ընդ հավաքվում են կորպորատիվ կիսամերկ մի խոսքով մասսա եւ իր հաճույքների համար այդ տեղը, որտեղ մտքերի եւ իմաստների տեղը պղծում է, այսինքն դրա համար պետքա բոլոր պատասխանատուները ոչ միայն թռնեին բանից իրենց աշխատանքից, այլ կանգնեին դատական պատասխանատվության առջև։ Սա շատ լուրջ բաներ է, մեր աշխարհը այն մենակ չի, որ մենք տեսնում ենք, կա անտեսանելի աշխարհ, որը շատ մեծ դեր է խաղում մեր կյանքում եւ դա է պատճառը, որ մենք այս վիճակում ենք, որ մենք դեռ շուտվանից այդպես ինչ-որ իմաստով հղպացել եւ այդ անտեսանելի աշխարհը արհամարել ենք, սա շատ լուրջ բաներ է։ Լրացնելու բան ունեք, երկու բան, լրացնելու չէ, որովհետև ներկայիս ժամանակները հիմնականում որակական ցուցանիշների դարաշրջանը, թեև ասենք Չինաստանին հանձնել են գերտերության իրավունքը, բայց դա չի նշանակում, որ որակական ցուցանիշներով որոշակի մեծ հաջողություններ ունեն նրանց ներսում եւ աղքատությունը կա Չինաստանում եւ մյուս հարցերը, բայց զարգացման տեմպերն են։ Այսօր օրինակ ես վերադարձել եմ, այնտեղ արդեն քննությունները եվրոպական բուհերում բանավոր են ընդունում։ Այսինքն ես միշտ գտնում եմ, որ այն արտագրում էին, հասել են աշխան, որ գրավոր լինի, բայց գրավորը արդեն օգտվելով արհեստական բանականություններից քննության ժամանակ իրավունք չունես ընդունելու եւ երիտասարդների եւ ասպիրանտների մեջ եւ Ֆրանսիայում եւ Անգլիայում, որ ես հանդիպեմ, դա շատ կարեւոր է։ Էությամբ նաեւ եկել են ժամանակ արհեստական բանականության եւ թվայնացման ովքեր են, մեր ազգը այդպիսի հնարավորություններ, ես միշտ ասում եմ, մեր ազգի ժողովրդի զարգացումը սկսեց, երբ Տրոցկուն երկու գործողություններից, հեղափոխությունից եւ քաղաքացիական պատերազմից հետո ֆինանսական օլիգարխները իրենց գումարները հետ չէին վերադարձել եւ Տրոցկին արդեն նիվոեզնո էր արտասահման գնալու համար եւ մեր մոտ զարգացավ գիտությունը եւ այլը, բայց այսօրվա դրությամբ նաեւ տարածքների հարցը չէ, այսօր բոլոր հնարավորությունները պրոֆեսոր Գևորգյանը չանդրադարձավ, դա ձերն է։ Այսօր մենք ունենք կիսահաղորդիչների համար հումք, այդ բնակավարն է, ֆիզիկական իզոտոպներ, բայց պատկերացնում եք, որ մենք ասենք ունենք ահռելի հնարավորություն Սյունիքը դարձնելու գերզարգացած մի ոլորտ իր բնաշխարհը վերականգնելու եւ այլն, ոչ մեկը չի մտածում դրա մասին, ասենք մենք մեր բնաշխարհը տալիս են կոտարներին, որ ուղղակի հանքը գիշատչորեն խժռեն ու բան անեն, մեկ ոչ մի հաշիվ չկա, ոչ մի ես այսպեսի մի
առարկություն կամ մի տեսակետ բերեմ, տեսեք, ինչ որ ես եմ նկատել այս 30 տարիների եւ ավել տարիների անկախությամբ, ուրեմն երբ որ գիտնականների, յուտարարների կամ ինչ որ մի կողմից ինչ որ իդեա է առաջ հաշվում, ասենք տնտեսական զարգացման, նոր հնարավորությունների, նոր տնտեսական, միշտ գտնվում են մարդիկ տնտեսագիտության, ես չգիտեմ, այլ բնագավառների ոլորտում, որոնք որ խորհրդատու են աշխատում մեր իշխանություններին տարբեր եւ ներկա եւ նախկին եւ ասում են, որ գիտեք, դա մրցունակ չէ, դա ճիշտ չի, դա չի արվում եւ սովորաբար իշխանությունը գնում է ավելի շատ չանելու, քան ինչ որ բան փորձելու եւ չստացվելու ճանապարհով։ Մենք ունենք մասնագետներ, որոնք միշտ իրանց տեղերում չեն, այսինքն այն մարդը, ով կարող է ինչ որ բան անել, չունի այդ հնարավորությունը, որովհետև չի ներգրավված այդ պետական համակարգի համապատասխան օղակներին, թեկուզ խորհրդակցական, եւ անընդհատ կարծես պայքար է գնում հասարակության միջից դուրս եկած մարդկանց, որոնք առաջարկում են նոր գաղափարներ, զարգացման գաղափարներ, տնտեսական աճի գաղափարներ եւ կա ուրեմն նոմենկլատուրա, որը որ անընդհատ դրան խանգարում է, ինչպես կբացատրեք դա։ Դե ես գտնում եմ, որ դա պատահական չի, ասենք որ ոչ կոմպետենտ իշխանություններ դա պատահականություն չի, դա ուղղակի դրսի թելադրանքն է, օրինակ տնտեսագետը այսօր չի կարա ընդհանրապես խոսա տնտեսական առաջընթացի մասին, որտեղ ինքը պետքա հասկանա, ասենք ենթադրենք, ինչ բան է արհեստական բանականություն, դա ինչ օգուտ կարա բերել, էլեկտրոնիկա եւ այլ, սա շատ մասնագիտացված ոլորտներ է, օրինակ մենք կարենք էական տեղ աճ ունենանք, ոնց որ եւ մասնագետներ կան, եւ դրսում կան, ներսում կան, հիմի արհեստական բանականության այդ ֆաբրիկաներում պետք է աշխատի 1000 բարձր որակավորում ունեցող ինժեներներ, որոնք նաև պետք է կուրացիանեն միջին Ասիայում ստեղծող ավելի մեծ ֆաբրիկան։ Դուք պատկերացնում եք այդ խնդիրը, որ կոմունիկացիայի, որ հայերը միշտ ունեցել են կոմունիկացիայի, կոմունիկատոր ազգ են եղել, դա ըստ էության ինքը իրան նորից գալիս է, եւ մենք այդ հնարավորությունները ունենք, պետք է ասենք մեր մոտ համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտների եռային արդեն մարդիկ հասկանային, թե ինչ ուղղություններով պետք է բանը եւ մենք պետք է լավ իմաստով ներգրավվենք այդ ամբողջ մեծ տարածաշրջանի այդ հարցերի մեջ եւ ապահովենք այդ կոմունիկացիաները, այդ գործունեությունը եւ այլ եւ այլ։ Մենք կարող ենք, ասենք, ենթադրենք էկոլոգիայի ոլորտում, որ շատ կարեւոր ոլորտ է մարդու կյանքի համար, էական առաջընթաց անենք, հենվելով ներքի այստեղ գոյություն ունեցող տեխնոլոգիաների հիման վրա։ Դա կլներ հիդրոպոնիկա, օրինակ ես վերջերս պատահաբար իմացա, որ մեր տուֆի մեջ հետաքրքիր շատ տարրեր կան, որոնք աղալուց հետո դառնում են շատ ընտիր պարարտանյութեր, որոնք մենք չունենք, ասենք մոնոպոլիստ ենթադրենք Բելարուսն արտադրում շատ մեծ շահույթներ է ստացում բան։ Հիմի ուզում ասեմ, այս խնդիրները շատ մեծ բազմազան խնդիրներ պետք է ուղեղային կենտրոններ լինեին այստեղ, թեկուզ հասարակական եւ իշխանությունները լսեին, բայց մենք տեսնում ենք, որ չկա այդ հակադարձ կապը չկա։ Հիմի ասենք պետք է մեզ շատ լավ մաթեմատիկներ ունել, ծրագրավորողը այն որ կար, այն որ բավական աճ ապահովեց Հայաստանում, մենակ ծրագրավորող ոչ մի բան է, պետք է լինի մաթեմատիկ ծրագրավորող, ֆիզիկոս ծրագրավորող, մասնագետներ պետք է լինեն, ինժեներ ծրագրավորողներ եւ այլ, եւ կտեսնեք, ասենք, մենք ինչ հնակարենք ստեղծենք, էլի։ Այս խնդիրները պետք է կոմպլեքս դրվի, լուծվի։ Այո, եւ դրա համար պետք է հասարակական ակտիվություն այդ ուղղությամբ, որպեսզի պետությունը
փորձի ոչ միայն Իմի անընդհատ ռեակցիա տալ ինչ որ բաներին, այլ ինքը լիներ նախաձեռնող ինչ որ։ պատկերացնում եք մեկը, այս պատերազմը, որը ավարտվելու է, եսի նկատնում բանը Ամերիկա, Իսրայել եւ Իրան, եւ Իրանը դուրս է գալու որպես գերտերություն, բայց Իրան հասկացողություն դա Աքեմենյան ժամանակն է, այն ժամանակ չի եղել ազգային, այն ժամանակ եղել են հայերը, նույն պարթևները, այդ ահռելի տարածքի վրա ստեղծագործ ազգերն են եղել, որ նորից հին ժամանակներն է գալի նոր սպիրալով, էլ մենք պետք է պատկերացնում եք այդ ինչ ռեսուրսներ կա, մենք պետք է հասկանանք, թե ոնց կարելի է օգտագործել մեր համար եւ աշխարհի համար։ Շնորհակալություն։ Եթե լրացում չունեք, ուրեմն սրանով փորձենք ամփոփել մեր այսօրվա հաղորդումը, ես փորձեմ երկու խոսքով ընդհանրացնել, որ անելիքներ այնքան շատ կան, որ եթե ամբողջ հասարակությունը այսպես անընդհատ աշխատի, միևնույն է չենք հասցնելու այդ ծավալը անել, եւ այստեղ խնդիրը եւ սփյուռքին մեզնից չհեռացնելը եւ նախաձեռնողական քաղաքականություն վարել եւ տնտեսության մեջ եւ իրավեդության մեջ եւ միջազգային հարաբերությունների մեջ ես կարծում եմ որ մենք անելիքների դարաշրջանում ենք ապրում եւ կախված նրանից թե ինչպես կպահենք մեզ մեր ապագա ճակատագիրը որոշված է դրանով շնորհակալություն ձեզ մասնակցելու համար այս հաղորդմանը սիրելի բարեկամներ ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, բայց նախքան հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք տնտեսագիտության դոկտոր Մարտիկ Գասպարյանի եւ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։